Բարև երկիրը շարունակվում է եւ գարունը եկել է ապացուցելու, որ բնության զարթոնքի ժամանակն է եւ զարթոնքը ծաղկեցնելը միայն բնությանը բնորոշ չէ, կան մարդիկ, որ որոշել են այլ մարդկանց կյանքը եւս զարթոնքի եւ ծաղկունքի վերածել։ Ինչի այս ամենը ասեցի, որովհետև Դեկավա ֆոնդ բարեգործական հիմնադրամը հարեհաս սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում մեկնարկում է ծաղկեցրու սոցիալական արշավը, որի նպատակն է աջակցել եւ հզորացնել գյուղական համայնքներում բնակվող կանանց։ Այո, եւ հենց այս նախագծի եւ ծրագրի շուրջ էլ զրուցելու ենք Դեկավա բարեգործական հիմնադրամի համահիմնադիր տնօրեն Ադրիանա Մարությանի հետ եւ հարեհաս ծրագրի շահառուկ Նարիկ Աղաջանյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար եւ շնորհավոր ձեր միամսյակը։ Բարի լույս, շատ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար այստեղ։ Իրոք շատ ուրախ ենք, գարնանային տրամադրություն ունենք եւ ուրախ ենք ձեզ տեսնել։ Ընտիր։ Ծաղկեցրու սոցիալական արշավ արդեն ինքնին խոսում է իր գեղեցիկ, գունեղ եւ բարի նպատակների մասին։ Կխնդրեմ մի փոքր պատմեք, նախ հասկանանք Դեկավա բարեգործական հիմնադրամը առ այսօր այս արշավը ինչով էր զբաղվում։ Այո։ Դեկավա հիմնադրամը ստեղծվեց Արցախի տեղահանումից հետո մի շարք անհատների կողմից, ովքեր ուղղակի չէին կարող անգործ մնալ այդ ժամանակ եւ մենք հասկացանք հիմնադրամի 2 տարվա գործունեության ընթացքում, որ համակարգային փոփոխություններն են միայն, որ երկիրը ինչ որ տեղ են տանում, հա, ինչ որ խնդիրներ են լուծում, որ առանց համակարգային լուծումների չենք կարող ինչ որ բանի հասնել։ Եվ մենք մեկնարկեցինք 25 թվականի հունվարից մեկնարկեցինք հարեհաս սոցիալ-կրթական ծրագիրը։ Հարեհասը գնում է գյուղեր, գյուղերում բացահայտելու մարդկանց, կանանց, մայրերի պոտենցիալը եւ հենց գյուղի ուժերով ներսից գյուղը զարգացնելու միտում ունի։ Մենք կրթական ծրագիր ենք, որը երամսյա մոդել է եւ հիմնված է հենց գյուղի խնդիրների վրա։ Եվ մենք պարզապես ինչ որ մոդել չունենք, հա, որ ադապտացնում ենք ամեն տեղ։ Մենք ամեն գյուղի խնդրի հետ մեր ծրագիրը կառուցում ենք եւ ներգրավում ենք կանանց։ Մինչ այսօր ունենք 86 շահառուկին, որը ուղղակի թվերի մասին չէ, մենք դարձել ենք համայնք փոխօգնող, միասնական ու գյուղ մեր ծրագիրը շնչում է այդպես ծաղկեցրուի նման եւ մենք արդեն ունենք 4 գյուղում մեր կենտրոնները, կրթական կենտրոններ, ջերմ վայրեր, որոնք իրոք գյուղի կյանքը լցնում են շատ տարբեր էմոցիաներով, շատ խնդիրներ ենք լուծում այդ կենտրոններում։ Այսինքն հարեհասը իր անվան պես, հա, արագ հասնող ընկերներին են հաճախ ասում հարեհաս։ Հարեհասը գնում է գյուղ ու փորձում է լինել այդ ընկերը գյուղի մարդկանց համար, ու մենք ինքներս բնակվում ենք այնտեղ ծրագրի ընթացքում։ Ծրագիրը երկարաժամկետ է ու երկար տարիների ռազմավարություն ունի։ Մենք գյուղում ենք 3 ամիս կրթական մոդելով եւ դրանից հետո 3 տարի մենթորությամբ եւ գյուղի զարգացման հստակ ռազմավարությամբ։ Իսկ աշխատանքի տեղավորման կամ փորձի փոխանակման առումով ինչ հաջողություններ ունեք։ Այո։ Մեզ մոտ մեր կանայք ստեղծում են խնդիր լուծող նախագծեր հենց իրենց գյուղի համար։ Եվ ապացուցում են մեզ նաև գյուղին, որ իրենք իրենցով շատ մեծ պոտենցիալ ունեն այդ բիզնես նախագծերը, սոցիալական նախագծերը կյանքի կոչելու։ Մենք այս պահին ունենք 14 նախագիծ, որոնք ընթացքի մեջ են։ Ունենք 3 նախագիծ, որոնք արդեն ֆինանսավորված են եւ գործում են։ Դա մեր գեղեցկության սրահն է, Ջուվենտա գեղեցկության սրահը Զովաբեր գյուղում, կանայք իրար գեղեցկացնում են ու դա էլ խնդրից եկած նախագիծ է եւ անպայման մեր նախագծերը գյուղում ինչ որ խնդիր են լուծում։ Կապ չունի իրենք բիզնես են թե ինչ են։ Մեր օրինակ Ջուվենտան իր սոցիալական կոմպոնենտը նրանում է, որ տարեցներին անվճար սպասարկում է եւ գնում է տնետուն, փորձում է իր հետ վերադարձը համայնքին այդպես իրականացնել։ Այո, ունենք սեմենտալ ցեղատեսակի կովերի ֆերման, որը ընթացքի մեջ է, ունենք
3 գյուղերում զարգացման կենտրոններ երեխաների համար, որտեղ տարբեր խմբակներ են արդեն գործում, կյանքը ակտիվ է, այդ կենտրոններում երիտասարդները, մեծահասակները գրքեր են կարդում, մենք տրամադրում ենք մեծ գրադարաններ ունենք ու մենք գործում ենք շատ կարծրատիպեր ու շատ մտածելակերպ, որ մարդիկ չեն կարդում, չգիտեմ, երիտասարդները չեն սիրում կարդալ, ոչ, երիտասարդները կարդում են, եթե իրենք ունենում են այդ հնարավորությունը իրենց ուզած գիրքը ունենալու։ Մենք այդ հնարավորությունը տալիս ենք։ Տարբեր ֆիլմեր ենք դիտում մեր կենտրոնում, այսինքն միջավայրն եք փոխում, իրականությունն եք մարդկանց փոխում։ Այո, իրոք մտածելակերպի հետ ենք աշխատում, ամենը վառ վկայություն ձեր ասացի, հիմա սիրով կլսենք, թե Քնարիկը որ համայնքը, որ գյուղն է ներկայացնում եւ ձեր օգնությունը ինչպիսին էր։ Ես Վարսեր համայնքից եմ, երբ Հարեհասը եկավ մեր կենտրոն, մենք չէինք պատկերացնում, որ երկար ճանապարհ կգնանք եւ կանայք կարող են գնալ իրենց նպատակների հետևից։ Այժմ Հարեհասը մեր գյուղում է եւ բոլորը կարելի ասել տարեցներից սկսած բոլորը փոխվել են եւ կնոջ դերն է իրականում փոխվել, ինչքան գիտեք, քաղաքում ուրիշ է եւ գյուղում ավելի ուրիշ է եւ կանայք միայն զբաղվում են իրենց առօրյա գործերով եւ կինը այո, գյուղերում բոլորն էլ ունեն նպատակներ կանայք, բայց այն որ չեն կարողանում բարձրաձայնել, Հարեհասը տվեց հնարավորություն, որպեսզի կանայք գնան իրենց նպատակների հետևից։ Երիտասարդները չունեն որևէ զբաղմունք, իսկ այժմ մեր կենտրոնում գիրք են ընթերցում, կինոդիտումներ ենք ունենում եւ կարելի ասել դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած բոլորի կարծրատիպերը փոխվել են։ Քնարիկ լինելով Հարեհասի շահառու, ինչպես ամենասկզբում, ինչպես ընկերացաք Հարեհասի հետ, արդյոք այդ վստահությունը հենց սկզբից կար, թե արդեն ընթացքում։ Այո, սկզբից բոլոր շատ կանայք էին եկել մեր ծրագրին մասնակցելու եւ մեր հասարակությունը սովոր է միայն վերցնելու, բայց դասընթացներ ունեինք մենք 3 ամսյա դասընթացներ, որին պետք է մասնակցեին եւ այն սկզբնական առօրյա օրինակ թվային գրագիտություն, որը առօրյա կյանքում մեզ պետք է սովորեցինք, դժվար փուլեր ես անցնում, պետք է ժամանակ տրամադրես եւ բոլորը չէ։ Գյուղերում դժվար չէ կանանց մի քանի ժամով կտրել կենցաղի, բոքսերի, այո։ Եվ դուք անձամբ ինչով եք զբաղվում, Քնարիկ։ Ես հիմա Հարեհասի մեծ թիմի մի մաս եմ, որպես մենթոր, կենտրոնի պատասխանատու, զբաղվում եմ երիտասարդների հետ ընթերցանությամբ, կինոդիտումներով, համայնքում միջոցառումներ տարբեր թեմաներով։ Այո, հետաքրքիր ընթացքով։ Այո, գյուղում շատ դժվար է, հատկապես կանանց համար, գիտեք, որ տատիկները, մեծահասակները ունեն կարծրատիպեր, որ կինը պետք է տանը լինի։ Իսկ հիմա մեր 3 գյուղերում ունենք արդեն 5 կենտրոն, կանայք արդեն առաջ են գնում, ունեն իրենց բիզնես ծրագրերը, մեր գյուղից կանայք Վարսահարդարում, Մատնահարդարում վերապատրաստվում են այս պահին։ Ես ինքս ունեմ չրերի նախագիծ եւ արդեն Հարեհասի օգնությամբ ստացել եմ սարքավորումները։ Այդ հետաքրքիր է, տարեցների մտածելակերպն եք փոխել, կոտրել, թե նրանց եք զբաղմունք գտել։ Ներգրավել ենք process-ների մեջ։ Մենք որ պատկերացնենք ինչ որ ֆեմինիստական տենց բուն շարժում չենք։ Մենք աշխատում ենք ընտանիքների, տղամարդկանց, ամուսինների հետ։ Երբ որ գնում ենք գյուղ, առաջին մեր քայլը դա տղամարդկանց հետ ընկերանալն է, որպեսզի կանանց տանից համի։ Այո, երբ որ մեզ վստահում են արդեն, հասկանում են, ես իմ ընտանիքի հետ եմ ապրում այդ գյուղում, այսինքն այդ process-ները ավելի շատ ընկերական են լինում, համայնքի ղեկավարի հետ ենք ընկերանում ու այդ ընկերական միջավայրը, վստահության միջավայրը, երբ որ հասկանում են մարդիկ, որ մենք չենք եկել դրսից ինչ-որ փոփոխություններ թելադրելու, ոչ, մենք եկել ենք, որ միասին հասկանանք ուր կարա գյուղը գնա։ Ադրիանա, ինչպես արդեն նշեցիք, քանի որ հարցը կար մտքում ես, բայց մտքի շարունակություն կլինի, այ երբ որ գնում եք, ներկայանում եք, մենք Հարեհասն ենք, մենք եկել ենք ձեզ արագ կերպով ընկերանալու եւ ձեզ օգուտ տալու։ Արդյոք են սկզբից դրական են ընդունում, արդյոք դե քանի որ շատ տարբեր իրականության մեջ ենք ապրում, արդյոք հենց սկզբից ձեր բարի գործի հիմքերը հասանելի է, թե այդ փուլը մի հատ բոլոր տեղերում անցնում եք նոր
Երբ որ արդեն մեր արած գործերը ակնառու են, հա, արդեն ավելի հեշտ է։ Երբ որ առաջին, երկրորդ, երրորդ գյուղերն ենք գնում, դա մի քիչ ավելի բարդ էր, բայց քանի որ մենք աշխատում ենք մարզպետարանների, համայնքապետարանների հետ, այսինքն սերտ կապը պահում ենք, հա, մեր մասին ուղղակի չեն գնում գյուղ ու մեզ ինքնակոչի նման ասում մենք եկել ենք։ Չէ, մենք անցնում ենք process-ներ, մենք վերլուծում ենք խնդիրները, հասկանում ենք որ գյուղը ավելի լավ մենք գնանք այս պահին, որ գյուղում ինչ որ բան կփոխենք իրոք եւ որ գյուղում են մեզ սպասում, որովհետեւ դա ոնց բացատրեմ, դա համատեղ աշխատանք է։ Մենք միայնակ ոչ մի բան չենք անում։ Այո, մենք sense գնդակը տշում ենք ոնց որ հետ են տշում, այսինքն բանը փոխադարձ գործ է ու ամեն օրվա մեր հետ գյուղապետերն են համագործակցում, իրանք են աշխատում, սկսվում է ինչ-որ համընդհանուր աշխատանքային մթնոլորտ, որ խնդիր ենք բացահայտում, լուծում ենք, պարզվում է այդ խնդիրը, որ այդքան ժամանակ խնդիր էր գյուղում, ուղղակի գրագետ չէր հասել ինչ որտեղ, որ պետքա լուծվեր այդ խնդիրը շատ հեշտ։ Զբաղվածության խնդիրը լուծում եք, ինչը իհարկե հիանալի է, երբեմն Երևանում էլ կանանց այդ առօրյայի զբաղվածության խնդիրը կա, բայց այնուամենայնիվ զբաղվածությանը զուգահեռ ուզում եմ հասկանալ այսօր գյուղերում բացի աշխատատեղերը, բացի զբաղվածությունը ոչ միայն կանայք եւ աղջիկներ, այլ ընդհանրապես ինչ խնդիրներ կան, որ կրկնվում են, այսինքն շատ են եւ կրկնվող խնդիրները։ Դա առաջինը, ինչը ինձ համար շատ ցավալի է, դա անտարբերությունն է։ Անտարբերություն, մեկուսացում, շատ-շատերը ընտանիքներ, մի փողոցում ապրող մարդիկ ծանոթանում են մեր կենտրոնում։ Դա խոսում է նրա մասին, որ մարդիկ անտարբեր են ու մեկուսացած, ամեն մեկը իր տան մեջ փակված ու Գեղարքունիքի մարզում գիտեք, որ հիմնականում ձմեռ է, դա էլ է նպաստում համ մարդկանց տրամադրության, համ մարդկանց առօրյայի վրա, բայց մենք առաջինը համախմբում ենք մարդկանց ու ապացուցում ենք, իրենց էլ ապացուցում ենք, որ տեսեք, եթե դուք համախմբվեք, կարող եք անել։ Հեշտ չի, մենք ի սկզբանե ասում ենք, ժողովուրդ եկել ենք դժվար ճանապարհ ենք իրար հետ անցնելու, երկար ենք անցնելու, ովքեր են պատրաստ մեր հետ այդ ճանապարհը քայլեն, որովհետև իրոք միանգամից ոչ մի տեղ ոչ մի բան չի փոխվում։ Միշտ հիմնադրամներից սպասում են, որ ինչ եք տալիս, ինչ եք տալիս։ Մենք ոչ մի բան չենք տալիս։ Մենք ձեր հետ եկել ենք հասկանանք, ինչ կարանք անենք։ Ու երբ որ մարդիկ գալիս են միավորվում են, բարձվում է մեկը այս ռեսուրսը ունի, մեկը այն ռեսուրսը ունի, մեկի ամուսինը կարող է գար շինարարություն անի, մեկի չգիտեմ, հարսը կարող է այսինչ բանը թխի, բերի, այսինքն շատ բաներ ուղղակի հեշտանում են, երբ որ մարդիկ սկսում են համագործակցել ու այդ մեկուսացումից մենք իրոք հանում ենք գյուղերը։ Ուղեցույց եք առավել հանդիսանում կարելի ասել։ Այո։ Ադրիանա, ծրագիրը համայնքների աշխարհագրությունը լայնացնելու միտում ունի եւ առաջիկայում որ գյուղերում են ձեզ սպասում։ Այո, ունի եւ նաեւ դրա համար ենք ստեղծել Ծաղկեցրու սոցիալական արշավը, որպեսզի այս գարնան ամիսներին կարողանանք հավաքագրել եւս 2 գյուղի կենտրոնների համար գումար, միավորենք բիզնեսներին, անհատներին, բոլորին, որ անգամ փոքր ներդրումով իրոք կարելի է մեծ բան փոխել գյուղում, որովհետև մեր բյուջեները մեծ չեն ու շատ-շատերը զարմանում են, որ ոնց եք այդ գումարով դուք այդ անում։ Իրականում միշտ ասում եմ, որ իմ աշխատանքը մարդկանց հավատացնելն է այս ամեն ինչին, բերել գյուղ, այո, հավատան իրենք իրենց, ինչպես քնարիկը ու շատ մարդիկ ուզում են այս ամեն ինչի մի մասը դառնան, երբ որ իմանում են ծրագրի մասին, բայց մենք քանի որ միշտ կենտրոնացած աշխատում ենք գյուղերում, ժամանակ չենք ունենում մեր մասին տարածել, պատմել, ասել ու վերջապես այս արշավի շնորհիվ ես հույս ունեմ, որ շատ մարդիկ իմանան մեր մասին ու կկարողանան միանալ, որովհետև գյուղերում, մինչև կյանքը գյուղերում չփոխվի, մեր երկիրը չի կարողանալու զարգացում ապրել։ Ինչպես միանան ձեզ։ Լավագույն հարթակներից մեկը, որ հիմա կարող եք ասել ինչպես միանալ։ Մեր կայքի միջոցով կարող են մեր հետ կապ հաստատել։ Մենք շատ տարբեր միանալու ձևեր ունենք, հա, միայն ֆինանսական աջակցության մասին չէ խոսքը։
մենք շատ հետաքրքիր համագործակցություններ ենք մշակում մեր բիզնես ընկերությունների հետ, որոնք մեզ աջակցում են։ Մենք ունենք նաև գյուղերում հարթակ, որտեղ մարդիկ կարող են գալ ուղղակի իրենց փորձով կիսվել, ուղղակի պատմել իրենց մասին ու այդտեղից շատ կապեր են առաջանում, որը հետ են վերադառնում գյուղ եւ ինչ որ բանի նպաստում են։ Մեր կայքում իմ համարը կա տեղադրված, բոլոր կոնտակտները կան, այնտեղ կարելի է տեսնել մեր զարգացումը, թե որտեղից մինչ այսօր ուր ենք հասել։ Նաև կայքում կարելի է նվիրաբերել մեզ ցանկացած գումարի չափով, անգամ ուզում եմ շեշտել, որ 500 դրամական փոխանցումները բան են փոքր թվացող, բայց այստեղ են ասել, որ միասնական դա կարող է տալ։ Եվ այս արշավի նպատակն է միավորել բոլորին, համախմբել ու ապացուցել, որ մենք կարող ենք բոլորով միավորվել եւ մի գյուղում իրոք փոփոխություն Դուք մինչ այդ գյուղում չեք ապրել, ճիշտ հասկացա։ Չեմ ապրել։ Հա, տեղափոխվել եք ծրագրի համար, այդպես շարունակաբար տարբեր գյուղերում ենք ապրում, հա։ Այդ ընթացքում տարբեր գյուղերում ենք, որովհետև երբ որ դու ներսից ես, քեզ ոչ մեկ չի վստահելու։ Ու դա չպետք է վստահեն իրականում։ Պետք է դառնա։ Ով ես դու։ Մեզանից մեկը, չէ՞։ Այո, պետք է դառնաս համայնքի մի մաս։ Երբ որ ես ինձ չեմ ընկալում, որ ես, չգիտեմ, քաղաքից գալիս եմ ինչ-որ բան փոխեմ։ Ինձ հիմա բոլորը ընկալում են, որ ես համեստ գյուղից եմ, ու ես էլ ինձ այդպես եմ պատկերացնում, ու վստահ եմ, որ եթե այդ վստահությունը առաջանում է, միասնական շատ բան կարող փոխենք։ Քնարիկ, որպես մենթոր հետաքրքիր է, քանի որ դուք ճանապարհը անցել եք արդեն, հաղթահարել եք արդեն մենթոր եք։ Երբ որ գալիս են գյուղի այն բնակիչները, ովքեր մինչ այդ ձեզ միացած չեն եղել, առաջին մի քանի բառը կամ խորհուրդը կամ թեման ինչից եք խոսում, որ մարդիկ մնան այդտեղ, շարունակեն եւ իրենք էլ տարածեն այդ իրական։ Առաջինը մենք ստեղծում ենք ջեր միջավայր, որտեղ մեր կենտրոնում մտնելիս միանգամից տրամադրությունը բացվում է եւ բոլորը որ գալիս են, հենց այդ ջերմությունն ենք մենք ապահովում, որպեսզի դուրս չգան։ Օրինակ մեր ընթերցանության խմբակը, մենք ունենք ընթերցանության խմբակ, գյուղում չէին պատկերացնի, որ տղաները կարող են գալ ընթերցանության։ Իսկ հիմա մեր Սևանի կողքի քաղաքից գալիս են մեր մոտ ընթերցանության։ Ունենք շատ տղաներ, հատկապես գյուղերում տղաների կարծրատիպերը շատ մեծ է։ Ես չեմ բարի, ես չեմ բեմից խոսա, իսկ հիմա շատ բաներ է փոխվել։ Հրաշալի։ Այո, առողջ, գեղեցիկ կայացած կինը, ինքնաարտահայտման, ինքնադրսվորման հնարավորություն ունեցող կինն է, փաստացի դուք տալիս եք այդ հնարավորությունը։ Շնորհակալություն, շատ լավ աշխատանք եք անում։ Ինչի հետևանքով փոխվում են նաև տղաների մտածելակերպը։ Այո, նաև աղջիկների, քանի որ աղջիկները տանից արդեն դաստիարակվել են իրենց տատիկների, ծնողների կերպարով, իսկ հիմա իրենք հնարավորություն ունեն նոր հարթակից իրենց լսելու, իրենց ներկայացնելու։ Իհարկե դաստիարակությանը մեր ազգային արմատներին հավատարիմ մնալը չի նշանակում, որ պետք չէ քայլել ժամանակին համընթաց։ Հուսանք, որ ճանապարհը ձեզ շատ հեռուներ կտանի եւ ավելի շատ գյուղեր ու համայնքներ կընդգրկի։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե ուզում եք դուք էլ մասնիկը դառնալ որևէ գյուղի, որևէ բնակչուհու կյանքը փոխելու առումով, ապա հետևեք նրանց, հարեհասի ընկերը դարձեք, դրանով իսկ ընկերը դառնալով մեր հասարակության եւ մեր ընդհանուր բոլորիս բարեկեցության համար։ Շարունակվում է Բարև երկիրը, դուք մնացեք մեզ հետ։